Այսօր Հայաստանի ամենամեծ նավի մեջ Port 88-ում իմ 8 հետևորդները տարբեր չելենջներով պայքարելու են իրար դեմ, որտեղ ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցները արժանանալու են մեծ մրցանակների։ Հիմա ես որոշելու եմ երկու թիմերի ավակներ, իսկ ավակները որոշելու են իրենց թիմերը եւ բնականաբար որոշում թիմերի անուններ։ Ընտրեցինք թիմերի ավակներին, որովհետեւ ամենամեծը իրանք են։ Հեսա դուք ընտրելու եք ձեր թիմակիցներին, լավ։ Դե ընտրեք։ 3 հոգի պետք է ընտրես։ Արփին եկավ։ Սերանը նաև ասեմ, որ արտիկից է, զեմլյակս է, էլի։ Ալեքսն էլ դե բնականաբար պետք է գա Էլենենց թիմ։ Էլեն ջան, Արեգ ջան, որոշեցիք ձեր թիմերի անունները, թե չհասցրեցիք, դե որոշեք։ Տեսնենք ինչ անուններ են մտածելու, շատ հետաքրքիր է։ Բայց անուն որոշելը եկեք սենց անենք, որ դուք պետք է որոշեք ձեր հակառակորդ թիմի անունը, նույնը հակառակը։ Համաձայն եք։ Գնացինք։ Արեգ ջան, որոշեցիք։ Հələ ստեղ չեմ որոշեմ ոնց որ։ Շատ են քննարկում։ Հակառակորդ թիմի անունը ասած։ Հանձնվողներ։ Բայց հա որ, իսկ դուք ինչ եք որոշել։ Bombardiro crocodilo։ Հանձնվողներ եւ ունենալու ենք 6 փուլ, սկզբում ստուգելու ենք մասնակիցների ռեակցիաները եւ արագությունները, իսկ երկրորդ որոշիչ փուլը մեզ մոտ ֆուտբոլային մտքի խաղն է։ Այս կախված ծողերը անակնկալ ձևով պետք է ընկնեն եւ դուք այնքան ուշադիր պետք է լինեք, որ հասցնեք մի րոպեում շատ ծողեր բռնեք։ Պատրաստ եք։ Գնացինք։ Սկսում ենք խաղը Borbordino Crocodilo թիմից։ Ով է մասնակիցը առաջին ձեր։ Արեգ ջան, հեսա ստուգում ենք քո ֆուտբոլային ռեակցիան։ Ուշադիր, ներքև նայ, ավելի շատ։ Չստացվեց։ Շատ բարդ է, երեխեք։ Ահա, միատ ունենք։ Մի միավոր։ Էլեն ջան, ուշադիր։ Ինձ թվում է մի քիչ ներքև պետք է նայես, որ հասցնես։ Ցենց շատ բարձր չնայես։ Ահա։ Էլեն ջան, Էլեն։ Ես ուզած մեկավ։ Ես էլ չ։ Հեսա թիմակիցները հետ են բերում սա։ Ուշադիր։ Մի քիչ մոտիկ։ Ուշադիր։ Շատ դժվար է։ Ահա։ Վերջինը կանե։ Հաջորդը նորից սկսում ենք հանձնվողներ թիմից։ Ասենք փորձ ձեռք բերեցիր, թե չէ։ Ահա, 1։ Ահա, կարաս դու կարաս։ 2։ Ոյ, համարյա։ 3։ Ոյ, բռի։ Պրես 3 միավոր, չէ՞ արդեն։ 4։ Էս էլ բռնի։ 5 միավոր։ Port 88-ում կարակ նենց բաներ գտնեք, նենց սարքեր, որ ոչ միտեղ հաստատ չկա։ Ֆուտբոլիստներ, այս ձեր ռեակցիան ստուգելու ամենաթույն տեղը կլինի։ Գնաց, ուշադիր։ Ոյ։ Ահա, 1, 2։ Վերջինը ամենահեշտն է, չէ՞։ Ուշադիր։ Ոյ, կողքից էր։ Ոչինչ։ Կենտրոնացի մյուսների վրա։ Վերջիններն է։ Ահա, 1, 2։ 2 միավոր, ված չի։ Ընդհանուր փուլը ավարտվեց 10-ով 8 հաշվով, հանձնվողները հաղթեցին Bombordino Crocodilo-ին։ Հաջորդ խաղը մեզ մոտ LED game-ն է։ Ամեն մասնակից ունի 10 կյանք։ Կանգնելով կապույտ լույսերի վրա, մենք հավաքում ենք միավորներ, իսկ կարմիրի վրա կանգնելով կորցնում այն։ Մասնակիցները պատրաստ են եւ կարող ենք սկսել։ Գնացինք։ Կապույտները, ինչքան կարաք կապույտ հավաքեք։ Կարմիրների վրա չկանգնեք։ Ասեք, որ ռեակցիա ստուգելու էլի շատ լավ միջոց է այս։ Կապույտները։ Գերազանց։ Հանձնվողներից Նանեն հաղթեց։ Երրորդ փուլը մեզ մոտ պատուտի թռիչքային խաղն է։ Անկանոն ձևով լույսեր են վառվելու եւ մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հասցնեն ամենաշատ լույսերը հանգցնեն։ Գնաց։ Էժե պայքարը շատ։ 4, 3, 2, 1։ Հանձնվողները 83-50 հաշվով հաղթում են։ Ընդհանուր հաշվով հաղթեցին հանձնվողները։ Բայց այդքան էլ հանձնվողներ չեք, էլի։ Ասեմ իմանա։ Երեխեք ով ամենաբարձր ձայնը ունի, որ հեսա գոռալու եք։ Ես։ Հա։ Բայց ամեն թիմից մի հոգի է մասնակցելու։ Ես։ Գերիկ դու։ Մյուս թիմից Սեյրանը։ Այս ցուցիչը
ձեզ ցույց կտա, թե ում ձայնը ամենաբարձր է։ Այս տարի հասնելու ենք 100,000 հետևորդ։ Այո։ Տեսնենք, բաժանորդագրվենք։ Այս իմ ամենասիրած խաղն է, կոչվում է նյարդերի թոթափում։ Կա ցուցիչ, տեսնես ինչքան է գերելու։ Բաժանորդագրվեք։ Ով ավելի բարձր գոռաց, նա կհաղթի։ Տեսնենք Սեյրանի ձայնը հերիք է, որ բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվեք։ 109։ Սեյրանի արդյունքը 109 է, հիմա հաջորդ մասնակցի հերթն է։ Արի։ Նենց կգոռաց, որ բաժանորդագրվել, լավ։ Բաժանորդագրվեք։ 113։ Գրիգը հաղթեց եւ թիմին բերեց եւս 113 միավոր։ 1 միավոր։ Գնացինք հաջորդ փուլի։ Պատրաստ եք։ Այո։ Հաջորդ փուլը մեզ մոտ հեծանիվներով ավտոմրցաշարն է։ Որքան արագ եք քշում հեծանիվը, այդքան արագ է գնում ձեր մեքենան։ Դեղին մեքենայով խաղալու են հանձնվողները, կարմիրով Բոմբորձինո, Կրոկոդիլնոն։ Գնացինք։ Այս կարմիրները, այս դեղինները։ 2 Գնացինք։ Ոյ 8-5 հաղթեցին Բոմբորձինո, Կրոկոդիլնոները։ Հաջորդ մեր որոշիչ փուլը մտքի խաղն է։ Որա էս ինչ էր։ Հիմա խաղալու ենք մտքի խաղ, բայց ոնց տեսնում եք, ձեր թիմակիցներից մեկ հոգի չկա։ Գիտեք որտեղ են ձեր մասնակիցները։ Չէ, ասեմ չեք զարմանա, զիփլայնից կախված են։ Եվ իրենց փրկությունն էլ հենց ձեզնից է կախված։ Պատրաստ եք։ Այո։ Սկսենք։ Այո։ Հերկելու եք ձեր թիմակիցներին։ Այո։ Սկսում ենք վերջին որոշիչ փուլը՝ մտքի խաղ։ Ամեն ձեր ճիշտ պատասխանը ձեր թիմակիցին իջացնում է զիփլայնից։ Հակառակ դեպքում ձեր թիմակիցը կմնա օդի մեջ։ Սկսում ենք բլից հարցերը, ես ձեզ արագ հարցեր եմ տալու, դուք պետք է պատասխանեք այս կոճակների միջոցով։ Ով առաջինը խփեց, նա է պատասխանելու։ Քանի հոգի է մեծ ֆուտբոլի խաղի ժամանակ դաշտում։ 11 հոգի։ Ոչ։ Աշխարհի առաջությունը քանի տարին մեկ է լինում։ 4 տարին մեկ։ Այո։ Ինչքան ժամանակ է տևում սովորական ֆուտբոլային խաղը։ 90 րոպե։ Ֆուտբոլիստը գրանցում է ինչ, երբ 5 գոլ է խփում։ Պենտատրիկ։ Ապրես, ճիշտ է։ Մրցավարը ինչ գույնի քարտ է տալիս կոպիտ խաղթման ժամանակ։ Կարմիր։ Ճիշտ պատասխան։ Պաշտոնական խաղերի ժամանակ քանի փոփոխություն կարող է անել մեկ թիմը։ Ճիշտ պատասխանը 5 հոգի, ճիշտ պատասխան։ Քանի հատ դեղին քարտ է կարմիր քարտը։ 2 հատ։ Այո, ճիշտ պատասխան։ Կարմիր քարտ ստանալուց հետո քանի խաղի չի կարող ֆուտբոլիստը մասնակցել։ 5։ Սխալ պատասխան 1 խաղի։ Որ ֆուտբոլիստի մականունն է CR7։ Նայողները չլսեցին CR7։ Քրիստիանո Ռոնալդո։ Ճիշտ պատասխան։ Արադ 73-ը որ թվականին է դարձել չեմպիոն։ 1973։ Ապրեք, այս հարցը շփոթության համար ենք ձեզ տալիս, բայց պաստորեն լավ էր։ Տեսեք ոնց են պահել կնոպկեքը։ Որ ֆուտբոլիստն է ամենաշատ ոսկե գնդակները ստացել։ Պատասխան։ Լեոնել Մեսսի։ Ճիշտ պատասխան, այո։ Որ թիմում են ներկայիս պահին խաղում Հենրիխ Մխիթարյանը։ Ինտեր։ Ճիշտ է, ճիշտ պատասխան։ Քանի հատ կարմիր քարտից հետո է թիմը տեխնիկական պարտություն կրում։ 5։ Սա 5-ա, չէ՞, Ալեքսի պատասխանն է։ Ճիշտ պատասխան 5։ Որ թիմը հաղթեց 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ Արգենտինա։ Ճիշտ պատասխան։ Ամենահետաքրքիր հարցերից։ Որ ֆուտբոլիստն է նման Հայկ Ֆրիստայլին։ Լևանդովսկի։ Այո, ճիշտ պատասխան։ Նման եմ, բայց։ Ինչպես է կոչվում Ռեալ Մադրիդ Բարսելոնա ֆուտբոլային հանդիպումը։ El Clásico։ Ապրես։ Ճիշտ պատասխան։ Այս հարցը կասկածում եմ, որ երեխեքը կարող են իմանան, որտեղ մի քիչ հին պատմությունից է, ֆուտբոլի հնագույն պատմությունից։ Աստծու ձեռքով գոլ խփելը որ ֆուտբոլիստի հետ է ասոցացվում։ Մարադոնային նոր սերունդն էր հաստատ գիտ, չէ՞։ Որ ֆուտբոլիստն է արժանացել ոսկե գնդակին 2018 թվականին։ Քրիստիանո Ռոնալդո։ Ճիշտ պատասխան Լուկա Մոդրիչ։ Նշեք Ուրարտու ֆուտբոլային ակումբի նախկին անվանումը։ Բանաց։ Ճիշտ պատասխան։ Նշեք Հենրիխ Մխիթարյանի նախորդ թիմը։ Ռոմա։ Այո, ճիշտ պատասխան։ Հայկ Ֆրիստայլը Կիլիկիայի կազմում Հայաստանի գավաթի խաղերին որ թիմի դեմ է խաղացել։ ԲԿՄ։ Այո, ճիշտ պատասխան։ Քանի տարեկան է Քրիստիանո Ռոնալդոն։ 39։ Ոչ։ 40 տարեկան։
Եվ տեսնում եք, չէ՞, ինչեր է անում Քրիստիանոն։ Ձեր սիրած ֆուտբոլիստը Լիոնել Մեսսի։ ձեր Լեո Մեսսի։ Լեո Մեսսի։ Ես էլ եմ մի քիչ Մեսսի ավելի շատ սիրում։ Իսկ դուք կոմենտներում գրեք ձեր սիրելի ֆուտբոլիստի անունը։ Հաջորդ հարցը. քանի տարեկան է Լիոնել Մեսսին։ 38 Ոչ, սխալ պատասխան։ Որ պատասխանը ես էլ չգիտեմ։ Բոմբորդինո կրոկոդիլո թիմը ունի 11 միավոր, իսկ Եվ հիմա Բոմբորդինո կրոկոդիլո թիմը ունի 11 միավոր, իսկ հանձնվողներ թիմը 9։ Այս անգամ հանձնվեցիք։ Եվ հիմա ինչ է կատարվում։ Բոմբորդինո կրոկոդիլոներ ջան, դուք ձեր թիմակցին հնարավորություն տվեցիք հանգստանալու։ Անցնում ենք երկրորդ փուլի հարցերին։ Ձեզ հարց եմ տալու, հարցը բաղկացած է լինելու 4 պատասխաններից, եւ դուք ընկերներով քննարկելու եք եւ պատասխանեք։ Պատրաստ եք։ Գնացինք։ Առաջին հարցը տալիս ենք նախորդ փուլի հաղթողներին։ Եվ առաջին հարցը. ինչից է պատրաստված եղել առաջին գնդակը։ Տարբերակ A. Մանգոից, տարբերակ B. Գուլպայից, մեջը կաղամբով, տարբերակ K. խոզի միզապարկից եւ տարբերակ D. ցեխագնդից պատված խոզի կաշվով։ Դե մտածեք։ Մինչ մեր մասնակիցները մտածում են, ես պահը բաց չթողնեմ եւ ես հորդորեմ հետեւել Հայկ ֆրիստայլի ալիքին։ Ճիշտ տարբերակը։ B տարբերակ գուլպայից մեջը կաղամբով Ոչ, սխալ պատասխանն է, որովհետև ճիշտ տարբերակը խոզի միզապարկից։ Գիտեիք դուք, կոմենտներում գրեք։ Երկրորդ հարցը մյուս թիմին։ 2011 թվականին ֆուտբոլային խաղ են ունեցել Վիկտորիանո Արենաս եւ Կլայպոլ թիմերը։ Այս խաղի ընթացքում քանի կարմիր քարտ է գրանցվել։ Տարբերակ A 6, տարբերակ B 36, տարբերակ K 22 եւ տարբերակ D 24։ Դե մտածեք։ Որոշեցիք։ Ալեքս ջան, պատասխանը 6 Ոչ։ Ճիշտ պատասխանը 36 կարմիր քարտ։ Պատկերացնում եք մի խաղի ընթացքում 36 կարմիր քարտ։ Կարմիր քարտ ստացել են թիմի բոլոր անդամները, պայեստային ֆուտբոլիստները եւ մարզչական կազմը։ Ահա որը։ Հաջորդ հարցը. քանի թիմ կա Պրեմիեր լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Տարբերակ A 17, տարբերակ B 20, տարբերակ K 23, տարբերակ D 19։ 23։ Ոչ, սխալ եք, ճիշտ պատասխան 20։ Բայց ինչի եք սենց խոսում, նորմալ խոսեք։ Այս մեկը շատ հետաքրքիր հարց է, ինձ թվում է դուք կիմանաք։ Նշված որ պատկերում է գրանցվում գոլ։ Տարբերակ A, տարբերակ B, տարբերակ K։ Եվ տարբերակ D, բոլոր պատասխանները ճիշտ են։ Մտածեք։ Եվ պատասխանը A։ Այո, ճիշտ պատասխանն է A-ն, որովհետև գնդակը ամբողջությամբ է հատել գիծը։ Հաջորդ հարցը. նկարի մեջ որ ֆուտբոլիստի աշկերն են պատկերված։ Կարաք միանգամից ասեք, թե պետքա մտածեք։ Մի վարքյան մտածեք։ Մի շտապեք։ Հլում եք նմանացնում։ Ասում եք, պատասխան վստահ եք։ Ռունի անունը հիշում ես։ Օեն Ճիշտ պատասխան։ Wayne Rooney։ Rooney-ին մկրատաձև գոլը հիշում եք։ Ես էլ եմ հիշում։ Նկարի մեջ որ ֆուտբոլիստի աշկերն են պատկերված։ Մտածեք։ Քևին Դե Բրույնը։ Kevin De Bruyne, ապրես, ճիշտ պատասխան։ Ծափերով։ Անցնում ենք երրորդ փուլի հարցերին։ Ով շուտ սեղմեց կոճակը, հարցը կարդալուց հետո նա շուտ պետք է պատասխանի հարցին։ Առաջին հարցը. ինչ այլ անվանում ունի Manchester United թիմը։ Ռասնի դիավոլի Ռուսերեն թողարկում ա, չէ՞ մեր մոտ։ Իսկ հայերեն։ Կարմիր դևեր։ Բայց եկեք ճիշտ պատասխան ընդունենք, որովհետև ճիշտ են պատասխանել, ուղղակի երկրորդ բառը հայկական տարբերակը պետք է ասենք, կարմիր սատանաներ։ Հաջորդ հարցը Հայկ ֆրիստայլից է։ Իր վերջին ռեկորդի ժամանակ Հայկ ֆրիստայլը քանի գնդակ է պտտել միաժամանակ մարմնի վրա։ 7 գնդակ։ Ճիշտ պատասխան 7 գնդակ։ Բրազիլացի որ ֆուտբոլիստն է խաղացել եւ Բարսելոնայի կազմում եւ Ռեալ Մադրիդի։ Ռոնալդո Զուբասիկ Զուբաստիկ։ Նազարիո Ռոնալդո Ապրես, ճիշտ պատասխան։ Ռոնալդո Լուիս Նազարիո դե Լիմա։ Իր խաղը չեք տեսել, չէ՞ երևի դուք։ Հենց հին վիդեոներից եք տեսել։ Փոքր ժամանակ իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է եղել։ Այն ժամանակ Քրիստիանո Ռոնալդոն դեռ պորտուգալական փողոցներում ավել էր անում։ Չորրորդ հարց։ Վերջին։ Նշեք Հայկ ֆրիստայլը քանի ռեկորդ ունի գրանցված Հայաստանի Հանրապետության ցուցազնագրքում։
Երկու հատ։ Ոչ, 4 ռեկորդ։ Կատարվել է անհավանականը եւ երկու թիմերն էլ ունեն 2 միավոր։ Ֆելիքս խալ պատասխանեցի։ Հիմա նորից հարց ենք տալու եւ որոշելու ենք հաղթողին։ Ինձ թվում է էլի ոչ ոքի չի լինելու։ Եվ հարցը. որ հավաքականն է ամենաշատը հաղթել աշխարհի առաջնություններում։ Բրազիլիա։ Այո, ճիշտ պատասխան։ Եվ դուք ես ձեր ճիշտ պատասխանով օգնեցիք ձեր մասնակցին, որ հանգստանա։ Եվ իհարկե հաղթեցիք ընդհանուր հաշվով։ Ուրախ եք։ Այո։ Հա, բայ այնտեղ երեխեն կախված է, չէ՞ վերևը։ Շնորհավորում եմ, Նանե ջան, քո թիմը հաղթել է, Արփի ջան մնալու է ստեղ։ Արփի ջան մնում է ստեղ, մենք գնացինք։ Եվ վերջապես եկավ մեր մրցանակաբաշխության պահը։ Եվ ինչպես բոլորդ եք տեսնում, արդեն բոլորն ունեն մրցանակներ, եւ ամենագլխավորը, որ հաղթող թիմը ստանում է անդամներ, այսինքն Port 88-ի 50,000 դրամի վաուչեր։ Պարտվողները դուխերը չգցեք, մյուս չելենջին հաստատ հաղթելու եք, իսկ դուք բաժանորդագրվեք Всё,